Առանց ամենայն հայոց կաթողիկոսի անունը տալու պատարագը պատարագ չէ։ Եթե Փաշինյանը վաղը որոշի, որ տերունական աղոթքը պետք է սկսել ոչ թե հայր մեր, այլ օրինակ մայր մեր բառերով, ապա արդյոք նա դարձյալ իր ԿԳԲ-ի միջոցով բոլորիս պետք է ստիպի, որ մենք հենց այդպես աղոթենք։ Անունը տալը, կաթողիկոսի անունը տալը, դա դարերով մշակված եկեղեցական կանոն է։ Եթե Կճոյանը լինի կաթողիկոս, էլի քահանան պարտավոր է տալ նրա անունը, որովհետև դա կախված չէ նրանից, թե ինչպես ենք մենք այս կամ այն մարդուն վերաբերվում։ Իսկ Փաշինյանի կազմակերպած պատարագը ճակերտավոր իրականում պատարագ չէ, դա քաղաքական շոու է, որը կազմակերպվում է ԱԱԾ-ի եւ մարզպետարանների միջոցով, եւ որը ունի երկու նպատակ։ Առաջին նպատակն այն է ցույց տալ, թե ինչպես է ժողովուրդը իրեն պաշտում։ Դրա համար բերվում են էկզալտացված կանայք, որոնք բացականչում են Նիկոլ վարչապետ, դրա համար պնակալեզները հերթ են կանգնում վարչապետի ձեռքը սեղմելու համար, դրա համար են ծափահարությունները եւ այլն։ Երկրորդ նպատակն է մեր մեջ իրական հավատացյալների մեջ առաջացնել ցասում։ Եվ այդ ճակերտավոր պատարակներով նա պղծում է այն եկեղեցիները, որտեղ այդ քաղաքական շոուն կազմակերպում է։ Տվյալ դեպքում պղծվելու է 7 վերք եկեղեցին, ինչպես նաև երկրաշարժի զոհերի հիշատակը։